Ձեր որ իրենք գնանք, իշխանափոխություն չեն ուզում։ Չէ, իրանք ոչ թե չեն ուզում մենք գնանք, իրանք չեն ուզում իշխանություն վերցնել, եւ իրանք որտեղ գիտակցում են իրանք դա չեն կարող անել, նախ չեն ընտրվի, իրանք գիտեն, այս հիմա այս իրար մեջ այդ ճակերտավոր գզվրտոցը, հա, ներողություն եմ խնդրում այդ բառի համար, որից է մեկին չեմ ուզում վիրավորել, հա, այդ վեճը, այդ բանավեճը, որ կա գոյությունում, ինչի մասին։ Այս ամեն ինչը ես երկու ժամանակ ասի, հաջորդ ցուցակում հայտնվելու, հաջորդ ցուցակներում հայտնվելու մրցույթը ընդդիմադիր սկսված է, բացված է։ Այսինքն հիմա պետք է ցույց տան, որ իրանք չես տեսնում, որ դուրս են գալի պատգամավորներ կան, որ ինքն այս բանից են խոսում, չես հասկանում, ինչի համար ասում, ում համար ասում, ոչ, ես մասնակ ելույթ եմ ունեցել, բա ես հարցեր եմ տվել, բա ես պետք է մասնակցեմ, կամ այդ գալ կնոպկա սխմելը սենյակից դուրս գալ, ինչի համար անում։ Որովհետև Ռոբերտ Քոչարյանը 96 տեղեկությունով ջղայնացել է որ Արցախի չեկեցու նիստերի, որ հարց բարձրանա բան մանդատից զերկելու, կամ եթե դա այդ տեղի չունեցել, առնվազն աշխատավարձ ստանալու համար եւ նիստի չգալու համար, գալ կոճակը սխմել եւ դա տեսեք, օրվա մեջ կարող է երկու անգամ գրանցում, դահլիճում չլնեն, հենց ասում գրանցումա որպեսի, բայց sense կգան sense սխմում են։ Պարոն Սիմոնյան, ինչի է ընդդիմադիրների հանդեպ նախկինում նախորդաշրջանում երբ որ չէին մասնակցում նիստերին, դուք իրենց բացակայությունների համար իրենց արդեն հարցն էիք բարձրացնում պատգամավորական մանդատից զրկելու, հիմա գալիս են ոնց կնոպկան սեղմում է, որ ներկա ստանան, այդ բանից չզրկեք։ Լավ, ուզում հասկանամ, որ սկզբունք հայրություն պետք է լինի, թե չպետք է լինի։ Հիմա մենք դուրս են գալի փողոցային պայքար, հիմա մենք վերադառնում ենք դահլիճ մեր սեփական օրակարգով, հիմա մենք մասնակցում ենք ընտրություն բաներին, նիստերին, բայց դահլիճում չենք կլնում, լավ, գալիս ենք, բայց հարց ու պատասխանը չեն գալիս, բայց այս ինչ է, ուզում ասեմ, իրանք կներեք, ինձ միշտ հետաքրքիր, հիմա որ գնան ընտրությունների, նոր ընտրությունների ժամանակ, գնալ են ասել են մեզ ընտրեք, բայց մենք դահլիճ չենք գտալու, եթե ընդդիմությունն է, հա։ Պարոն Սիմոնյան, քաղաքական պայմանագիրը խմբակցությունը Նիկոլ Փաշինյանն հեռացնել ընդդիմության կողմից ձեր խնդիրը Նիկոլ Փաշինյանն հեռացնելը, որը չի աջակցում ընդդիմությանը։ Չէ, մեր խնդիրն է, որ մենք նորմալ ընդդիմություն չունենք, որտեղ իշխանությունը, որը որ նորմալ ընդդիմություն չունի, խնդրեմա վատ է։ Պարոն Սիմոնյան, այդ լճացումա եւ դա խնդիրները առաջացնում հենց իշխանության ներսում, նորմալ ընդդիմությունը ունի քննադատում։ Ձեր պատկերացած միշտ ասում եք, նորմալ ընդդիմությունը ո՞րն է, ինչ պիտի անում։ Կա աշխատի, հենց հարցադրումները։ Ոչ, եղել է նույնիսկ ես գումարման ժամանակ, նախ անենք այն 2 տարին, որ չեմ եկել, ու այն 1.5 տարին, որ կիսատ հիմա փորած գալիս են, ու այն կես տարին, որ հանձնաժողովների ղեկավարների եւ ազգային ժողովի փոխնախագահի պաշտոնը չեն վերցել, նույնիսկ այս պարագայում եղել է բան, որ առաջարկել են եւ մենք ընդունել ենք եւ իրանք են արձանագրել։ Չէ, տենց չի, եթե նայեք ստատիստիկան, տենց չի։ Խմբակցությունը մերժեց Անդրանիկ Քոչարյանի հարցով էթիկայի հանձնաժողով ստեղծելու, ով, ինչպես գիտենք, անվայելուչ խոսքեր էր հղել լրագրող Հրիփսիմեին։ Սա ըստ էության անպատժելիությունից չի խոսում, որ պատգամավորները կարող են իրենց թույլ տալ վարքագծի կանոնի խախտում լրագրողների նկատմամբ եւ մնան անպատիժ։ Մենք այլ կարծիք ունենք դրա հետ կապված, մենք կարծում ենք, որ նախ եւ առաջ այդ միջադեպի անդրադառնալով պետք է ասեմ, որ այդ միջադեպի այն ամենասկզբնաղբյուրն է, որ այն անձնավորությունը կանադայի քաղաքացին, որը որ փողոցում էր, վիրավորում էր, վիրավորանք էր հնչեցնում, օրինակ իմ ընկերներից մեկի հասցեին, Ազոյան Հովհաննեսի հասցեին, որին որ որևիցե մեկը հանձնաժողով ստեղծելու եւ դատապարտելու ձայն չհանեց։ Ինչի հայտնի դերասան, այսինքն եթե պատգամավոր չի, իրան կարելի է ինչ ասել, կամ լրագրող չի, չէ, մի րոպե, բայց դուք Տիկին Ջեբեջյան ջան, դուք ձեզ ասում է բերանդ մաքրի այդ Սատանայանն հայ սատանայանն միտի։ Այդ տղա ներողություն եմ խնդրում, այդ դուք Հովհաննես Ազոյանը հայտնի դերասանա, շատերի կողմից սիրված, ինձ հետ էլ շատ մոտ հարաբերություն է իմ ընկերներից է, իմ ընկերն Հովհաննեսը։ Բա այդ ընթացքում, այդ ամեն ինչը վիրավորական չէր եւ մենք դրան որևիցե լսեք, այդ ամեն ինչը վիրավորական չէր եւ մենք դրան չենք անդրադառնում, բայց սա անդրադառնում է։ Հիմա որոշում հետեւյալն է, որը տեսեք, դա իր խնդիրն է, չի օգնել իրան Աստվածաշունչ, Աստվածը իրան ու իր ղեկավարներին շատ վատ պատժել։ Չէ, իրան դժվար օգնի, սատանաներին եւ Աստծուն ուրացողներին չի օգնի։
Եվ ձեզ ասեմ, որոշում է կայացվել, որ ստեղծվելու է, արդեն այդ որոշումը կա, որ ստեղծվել է մշտական էթիկայի հանձնաժողով, որը որ նման հարցերի քննման կզբաղվի ազգային ժողովում այսօր լինելու է նման Տեսեք, խնդիրը կանոնանում, որ մենք էլ ենք հիմա այս պահին համարում, որ ժամկետը վաղուց բաց թողնված է, եւ մենք դա խնդիր ենք համարում եւ առավելագույն ամենաարագ ժամկետներում այդ հանձնաժողովը ստեղծվելու մշտական հանձնաժողովը ստեղծվելու շատ լավ առիթ է իմիջիալով դրա ստեղծման համար մեզ պետք է նաեւ ընդդիմության համաձայնություն